Հեքիաթ բարեկամների պատճառով ամուսնացած աղջկա քծի բուզողի ու մանիպուլյատոր տղայի մասին։ Այս մատնաչափիկին գործը փախցնում է ասելով, որ իր ամուսնանալու ժամանակն է։ Увидишь его, захочешь. Աղջիկը հազիվ փախնում է, գտնում է մի բզեզի, ով միանգամից իրան ամուսնության առաջարկություն է անում։ Նրանք գնում են երեկույթի, որտեղ կար մի ворդ, որը արդեն իսկ աչք էր դրել այդ բզեզի վրա ու բարելու ժամանակ սկսում է ֆլիրտ անել հետը ու ասել, որ մատնաչափիկը քեզ համապատասխան չի։ Մատնաչափիկը իր ձմեռը անցկացնում է մի խլուրդի տանը, ով բավականին ծեր էր ու որոշում է, որ պետք է պարտադիր արդեն ամուսնանա ու իր քծիբությունից ելնելով սկսում է հաշվարկել, թե ինչքան իր վրա կնստի տարեկան այդ աղջկան կերակրել է։ По половине зернышка в день. Դրանից հետո բարեբախտաբար մի թռչնակի շնորհիվ այս աղջիկը փախնում է ու հանդիպում է մի խփնված փերի տղայի, ով ասում է. «Մատնաչափիկ, ձեր անունը ինչ հրաշալի է, եկեք ամուսնանանք, եթե դուք չամուսնանաք, իմ հետ ես կմահանամ»։ Если вы мне откажете, я умру от горя. Умираю. Խնդրում եմ գնահատեք այս մանիպուլյատորի դերասանական խաղը։ Եվ բնականաբար մատնաչափիկը ասում է. այո, նրանք ամուսնանում են։ Ու սա իմ կյանքի լսած ամենատխուր անձնական կյանքի պատմությունն է։ Բա դուք գիտեիք, ինչի մատնաչափիկի երկուս չկա։